Սիրելի բարեկամներ, մենք գտնենք մի ֆանտաստիկ վայրում, Աղթալայի այսպես կոչված տրակտորի ձորում, որ հայտնի է նրանով, որ առաջինը տրակտորով են այստեղ ճանապարհ գցել, եւ մենք սկսում ենք Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարի հերթական հաղորդումը, որի ժամանակ մենք ձեզ համար կպատրաստենք սունկ, որ մենք քաղել ենք այս տարածաշրջանից։ Ինչպես գիտեք, ոսորդությունը դա մարդկությանը հայտնի ամենահին մասնագիտությունից մեկն էր եւ մարդը զբաղվել է ոսորդությամբ հնամենի ժամանակներից եւ երկու բաներ՝ հավաքչություն, երբ որ հավաքել են պտուղները, եւ ոսորդություն, երբ որ իրանք որսացել են կենդաների։ Հետո անցան հազարամյակներ, այլևս ոսորդության կարիքը չկար, որտեղ տնային կենդաների պահում էին, չնայած որոշ տեղերում ոսորդությունը մնացել է, բայց ոսորդություն հասկացությունը ինքը մնաց։ Մենք ունենք այսպիսի տերմիններ՝ ձկնորսություն, որսորդություն, ֆոտովորսորդություն, ինչպես նաև որսորդություն, երբ որ մարդիկ փորձում են որսալ սունկեր։ Ինքը նույնպես որսորդության շատ հետաքրքիր տեսակ է, որովհետև ամեն տեղ չէ, որ բնությունը քեզ համար լինում է բարեհաճ, բայց քանի որ մենք սիրում ենք բնությունն էլ մեզ շռայլորեն պարգևում է դրա համար, մենք փորձել ենք որսալ այն սունկերը, որից մենք կպատրաստենք մի հետաքրքիր ուտեստ։ Մենք գտնենք մի ֆանտաստիկ վայրում, որ տեսնում եք, ինքը ունի նաև հանքային միջավայր եւ այնտեղ ունենք նեղգիծ երկաթուղի հանքեր են եւ տեսնում եք ինչպեսի ֆանտաստիկ բնության մեջ ենք։ Հիմա մենք կսկսենք մշակել մեր սունկը։ Ահա տեսեք, ինքը սպիտակ սունկ է։ Ինքը այսպես կոչված թիթեղներ են, ռուսերեն կոչվում է պլաստինկա, հիմա իրան մենք մանր կմասնատենք։ Գիտեք, որ սնկերը դրանք պարազիտներ են եւ մենք ունենք երկու տիպի սնկեր։ Սնկեր, որոնք մեր աչքի համար տեսանելի են եւ սնկեր, որ անտեսանելի են։ Ինչպես նաեւ ունենք սնկեր, որոնք թունավոր են, սնկեր, որոնք օգտակար են եւ սնկեր, որոնք որ այսպես ասած չեզոք են։ Իրենց համը չեզոք է։ Հիմա մենք այս օգտակար սնկերից Աղթալայում աճում են մի քանի տեսակ սնկեր, օրինակ ծառասունկ, որը ոչ մի դեպքում ինքը չի լինում, այսպես ասենք, թունավոր, ինչպես նաև շամպինյոն, որին մենք ասում ենք ոչխարասունկ կամ ոչխարասոկուն, որովհետև լոռիում մենք սունկին սոկոն ենք ասում, եւ այսքանը թերևս հերիք է, հիմա մենք իրեն կլվանանք, եւ որտեղ կլվանանք իհարկե մեր արվակում, որը կրկին անգամ շատ մաքրամաքուր ջուր է տեղափոխում։ Ինքը սունկը կարիք չունի լվանալու, եթե իհարկե ինքը կեղտոտված չէ, հողով կամ մեկ այլ հանգամանքով նյութական։ Ահա, այսքան թերևս բավարար է։ Հիմա մենք տեղափոխում ենք ջրի մեջ, մի փոքր կլվանանք, հետո ջրի մեջ կխաշենք։ Հիմա մենք դրեցինք կրակի վրա եւ մենք մի միջավայրում ենք, որ սունկը իհարկե հիմա կխաշվի, մի 10-15 րոպե անհրաժեշտ կլինի, որպեսզի ինքը խաշվի, որպեսզի ինքը ստանա այսպես փափուկ վիճակ, մենք ունենանք փափուկ վիճակ։ Հիմա տեսնում եք մեր բոլոր այն հեռուստադիտողներ, ովքեր որ քիչ են լինում բնության մեջ, քիչ են լինում գյուղում, ասեն, որ սա Շուշան է, որ իրաց հայտնի այսպես տարբեր մարինացումներից եւ տարբեր թթուներից, մենք շիշվիկ ենք ասում կամ իծկոտ, եւ մեր բնությունը այսպես շատ հարուստ է, այսպես նույնիսկ կարելի է իրեն կեղևազատել եւ ուտել, ստանալ վիտամինների պաշար, հաճելի թթվաշ համ ունի իհարկե, եւ հաճելի թթուներ է լինում։ Հիմա մենք կսպասենք շոքե խաշվի մեր սունկը, որից հետո կասնենք նրա ջերմային մշակման հաջորդ փուլերին։
Սիրելի բարեկամներ, հիմա մենք տեսանք ինչպես է մեր սունկը խաշվում եւ ինքը արդեն խաշվել է, արդեն նկատում ենք, որ ջուրը ստանում է թափանցիկ գույն, այսպես կոչված իր քափը դուրս է գալիս, ընդ որում հետաքրքիր է, որ սունկը նույնպես ունի իր քափը։ Հիմա մենք նրան կավելացնենք աղ եւ պղպեղ, կավելացնենք սերուցք եւ մածուն եւ այս սերուցքամածունային միջավայրում կստանանք այն հաճելի թթվաշ համը, որ մենք կուզենանք։ Մի փոքր կավելացնենք իրեն լոլիկ եւ պղպեղ, որպեսզի այդ թանձրուկը, որ մենք հետո պիտի վայելենք մեր ստեղծագործական խմբի հետ եւ բոլոր այն որսորդների հետ, որ այս պայն այստեղ են, բայց այդ որսորդները այսպես կենթանական աշխարհի որսորդներ չեն, մեր այդ որսորդները այս սունկերի, ինչպես նաեւ ինչպես արդեն ասի Շուշանի եւ մնացած բուսական հավաքչության որսորդներն են, մենք միասին կվայելենք։ Մենք փորձում ենք պատրաստել այնքան, որ բավարարի ոչ միայն ինձ համտեսելու, այլ նաեւ մեր ողջ ստեղծագործական խմբին համտեսելու։ Իսկ եթե դուք հարգելի հեռուստադիտող գաք Աղթալա, գաք լոռի, կարող եք Աղթալայում վայելել այս ամենը մեր կատարմամբ։ Եթե իհարկե նախորոք զանգեք եւ նախորոք մենք ունենանք այս սնկերը կամ այն մթերքները, որոնք մենք պատրաստում ենք մեր հաղորդումների ժամանակ։ Աղ, մեկ պտղունցել կավելացնենք մեր հատիկավոր սև պղպեղը։ Տեսեք ինչպես ինքը թափանցիկ դառավ գույնը, հիմա մենք ավելացնում ենք աղը եւ պղպեղը, այսպես հրաշալի։ Մեր սխտորը բաժանում ենք երկու մասի, տեսեք իրան այսպես գեղեցիկ տեղափոխում ենք, կծվի համար կավելացնենք այս մեր պղպեղը կծու եւ քաղցր պղպեղ, ինչպես նաեւ հիմա կավելացնենք թթվասեր եւ մածուն, սերուցք եւ մածուն։ Սիրելի հեռուստադիտող, որպեսզի մեր ուտեստը իր վերջնական համահոտային այսպես համադրությունները համատեղի, մենք իրեն ավելացնում ենք 4 լորեցու ասած շղարդ կիտրոն, ինքը կապահովի այսպես թթվաշ համը, մենք մի քանի համեր ունենք, կծու, թթու, կաթնաթթվային եւ այս լիմոնային համն է, կիտրոնային համը կնպաստի, որպեսզի ինքը վերջին 5 րոպեներին ստանա նաեւ այսպես միջերկրածովյան համեր, չնայած կիտրոն նույնպես Աղթալայում աճում է, եւ 5 րոպե անց մեր ուտեստը արդեն պատրաստ է։ Սա մի փոքր նման է ռուսները երբ որ պատրաստում են այսպես կոչված ռասոլնիկ եւ իր մեջ օգտագործում են նաեւ կիտրոն, այդ տարբերակով ենք մենք փորձել պատրաստել, բայց սա արդեն սնկային է իհարկե։ Եվ այս գեղեցիկ բնությունը ընդհանրապես պետք է վայելել ոչ թե որսալով եղնիկներ, նապաստակներ եւ այլ կենդաններ, այլ պետք է որսալ սնկեր, պետք է որսալ մոշ, մոր, շիշվիկ եւ մնացած մեր բնության պարգևներ, իհարկե բնությանը վնաս չհասցնելով, եւ իհարկե պետք է օգտագործել նաեւ հանքերը կրկին անգամ բնությանը վնաս չհասցնելով։ Մենք տառացիորեն գտնում ենք հանքերից 50 մետր հեռու, այնտեղ խորշ է արդեն, բայց նկատում եք, որ ինքը բնությանը շատ մեծ վնաս չի տալի, ընդամենը հանքախորշ է։ Սիրելի հեռուստադիտող, մեր ուտեստը արդեն պատրաստ է։
Սա դասական առումով նման է ռուսական ձկնապուրին, պարզապես այն առումով այստեղ սունկ է ոչ թե ձուկ, դասական առումով նման է ռուսական սոլյանկային, պարզապես այն տարբերությամբ, որ այստեղ մենք չունենք տարբեր արդեն մսային բաղադրիչներ, ինչպես նաև չկա օգտագործված ձիթապտուղ, բայց ասեմ, որ այն ընթացքում, երբ որ պատրաստում ենք այս ուտեստը, ինչպես հոտային իմ ռեցեպտորներն էին հրաշալի արձագանքում, այնպես էլ փորձելու ընթացքում, երբ որ փորձում ենք աղը եւ պղպեղը, պետք է ասեմ, որ փայլուն համ ունի եւ սրանով մենք ուզում ենք ասել, որ մեր բնությունը հրաշալի է եւ այն պետք է մենք պահպանենք եւ սիրենք եւ նրանից օգտվենք այնքանով, որքանով որ չվնասենք իհարկե նրան։ Հիմա մեր այս սնկապուրը մենք կվերցնենք, կիտրոնային սնկապուրը կվերցնենք, կտեղափոխենք այս մեր տաղավարի սեղանի վրա եւ այն կփորձենք, սկզբից ես ձեզ համար սիրելի հեռուստադիտող, այնուհետ մեր ստեղծագործական խմբի անդամներ, ինչպես նաեւ մեր այն հեռուստադիտողները, որոնք որ ոչ թե պիտի տեսնեն հեռուստատեսային մոնտաժից հետո, այլ իրենք on-line են հետևում, թե մենք ինչպես ենք պատրաստում եւ իրենք կհավաստիացնեն, որ այստեղ այն ինչ որ կատարվում է մեկ անգամ, կատարվում է մի անգամից եւ առանց դուբլների։ Մենք հիշում ենք, որ լավաշը մենք օգտագործում ենք որպես սփռոց, որպես ուտելիք, որպես պատառաքաղ եւ որպես կափարիչ մենք ենք մտածել հենց այս ձորում եւ որպես բռնիչ նույնպես մենք ենք մտածել այս ձորում եւ պարզեց որ փայտն էլ չի մեզ օգնի, բայց մեր ավանդական լավաշ իհարկե մեզ կօգնի, շատ հանգիստ վերցնում ենք եւ շատ հանգիստ տեղափոխում ենք։ Ասեմ որ ինքը նաեւ հրաշալի, քանի որ բաց կրակի վրա է, ինքը հրաշալի փոխանցել է նաեւ այդ ծխի հոտը, մեր այդ փայտի ծխի հոտը եւ հիմա մենք կփորձենք, փորձելու համար կվերցնենք բաժակը, կտեղափոխենք, ահա այսպես, եւ արդեն իսկ լավաշով կփորձենք։ Կտորները մեծ են կարել, որպեսզի իր համը շատ չկորչի եւ կփորձենք ինչպես հյութը, այնպես էլ արդեն մեր սնկային մարմինը։ Սիրելի հեռուստադիտող, ասեմ, որ մենք ունեցանք փայլուն արդյունք, փայլուն ապուր ունեցանք եւ մտածում եմ, որ բոլոր լոռի եկողները կարող են վայելել այս սնկապուրը եւ եթե դուք գաք մայիս-հունիս ամիսներին, ապա մեր մոտ նույնպես կարող եք վայելել եւ այս գեղեցիկ բնության գրկում, այս ճկնաղ բնության գրկում, որը գովերքել են Թումանյանը, Հրանտ Մաթեւոսյանը, շատ ու շատ գրողներ, շատ ու շատ երգի ջերքահաններ, կարող եք վայելել նաեւ այն ուտեստները, որոնք ներշնչել են հենց մեր այդ գրողներին եւ մշակույթի գործիչներին։ Շնորհակալություն, կհանդիպենք մեկ շաբաթ անց կրկին անգամ Հայաստանի ամենաազգային հեռուստատեսության, այն է Երկիր մեդիայի եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարի շրջանակներում։